այդ մշակույթը դու չես թողում ֆերմերի վրա, այդ մշակույթը դու ստեղծում ու զարգացնում ես այն ուղղությամբ, որը պետության համար առաջնային է, անհրաժեշտ է։ Այս սոցիալական ցանցերը խթան հանդիսացան արդեն նոր մենյուների մշակման, նոր մշակաբույսերի մշակման, ինչը հայ ժողովրդի համար շատ անհրաժեշտ է, բազմազանության սննդային։ Ամենամեծ ռիսկը այսօր ծաղիկ արտադրողներն են, շատ ոչ նախանձելի վիճակում են հայտնվել, որովհետև ծաղիկը եթե չարտանվեց, դու ոչ կարող ես վերամշակել, ոչ կարող ես պահպանել իրան, դու չես կարող այգիդ փակել, այգիդ փակեցիր կչորանա, հետո ռեաբիլիտացիան շատ ավելի երկար կլինի, քան դու արել ես, ու դու ուզած այդ ցիկլի մեջ մտել ես, այդ ցիկլը եթե շարժվող անիվը չես կարող կանգնեցնել, հենց այդ է խնդիրը։ Սուբսիդիաները ընդհանրենք ընդհանուր ծավալի 3%, 2%-ի չափով այս ահռելի մեծ կորուստի մեջ չերևացող չնչին թիվը։ Ինչի ժամանակով շատ կարճաժամկետ հարց պիտի լուծի, բայց երկարաժամկետում խնդիր է։ Մինչև վերջին ժամանակներս աչք էր փակում, դրանից հետո այլ աչք չի փակում, ուղղակի չի թողում։ Այն որ մեր գյուղմթերքի մեջ միշտ արկա են եղել թույլատրելի նորմը գերազանցող տարեր այլ մարմիններ, դրա մասին խոսվել է բազմիցս, ԵՄ շուկա մտնելու համար լրջագույն տնային աշխատանք է պետք կատարել, լրջագույն։ Այդ տնային աշխատանքը եթե չանենք, մենք երբեք չենք կարող մտնել եւ երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել եվրոպական շուկայի հետ։ Բացարձակ մրցունակ չենք եվրոպական շուկայում սպիրտային խմիչքների առումով։ Եթե դու չունես խոշորամասշտաբ մտածողություն, դու 500 կիլոգրամ ծիրան sense արտահանելով մի հատ Ֆրանսիա, կարող ես ցույց տալ, որ դու գրավեցիր ֆրանսիական շուկաներ։ Armenian Today խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, իմ հյուրն է գործարար ֆերմեր Հարություն Մնացականյանը, պարոն Մնացականյան, շնորհակալ եմ հրավերը մեր ընդունելու համար։ Դեպի Ռուսաստան արտահանման մի մեծ մասը հայտնվել է սահմանափակումների մեջ, գերակշիռ մասը, վերջին շաբաթներին մենք շատ ենք քննարկում, լսում, որ ջերմոցատերերը, ֆերմերները, գյուղացիները իսկապես հայտնվել են բավական բարդ իրավիճակում, Չիրացված արտադրանք կա այսպես անորոշություն, մտահոգություն մարդկանց մոտ, հիմնականում գյուղատնտեսների, թեև իշխանությունները կարծես խոսում են նոր շուկաների որոնման, դիվերսիֆիկացիա բառն է շատ կիրառում, այսինքն այդ արտահանումը փորձեն այլ ուղղություններով իրականացնել, որոշակի կարծես թե սուբսիդավորման հարց կա, այսինքն կորուստների հատուցման, չգիտեմ դա ոնց կարելի է ձևակերպել, նաև Եվրամիությունն է խոստանում օգնել որոշ հարցերում Եթե իրավիճակին նայենք համակարգված, ապա որքանով է լուրջ այս ճգնաժամը արտահանողի համար։ Գիտեք, ամենածիծաղելին այն է, որ խոսում են շուկայի դիվերսիֆիկացիայի մասին, շուկայի դիվերսիֆիկացիան իրանից ներկայացնում է տարբեր ուղղություններով, արդեն առևտրի մասին, փոխգործակցության մասին, բայց մեր իշխանությունը դիվերսիֆիկացիայի փոխարեն այն որ այս 8 տարիների մեջ կախվածությունը հնարավորինս մեծացրել է ռուսական շուկայից, իր պատճառով ամբողջությամբ կտրվել է։ Ոչ թե ինքը դիվերսիֆիկացիա է արել, այլ կախված մի հսկա շուկայից, որից կախվածություն ունենք, դա էլ կտրել է։ Այսինքն մենք մինչ այդ ես հասկանում եմ, որ մինչ այդ հնարավորություն ունեին կամ էլ գուցե այլ ուղղությունները փոքրինչ ավելի զարգացած էին։ Դիվերսիֆիկացիայի համար բազմիցս ես 2010-19 թվականից այդ մասին խոսում եմ բարձրաձայնում եմ, շուկայի դիվերսիֆիկացիայի համար պետական հստակ առնվազն 10 կեմ ոնց ինքն էր ուղեցույց տվել արտադրողներին մի հատ խայտարակ պրիմիտիվ ինչ որ ուղեցույց էր թե ոնց ԵՄ շուկա դուրս գալ ես ոչ պրիմիտիվ բայց պարզ ուղեցույց իրանց հորդորեցի ուղեցի թե ինչ պետք էր անել այս 8 տարվա ընթացքում որպեսզի ունենայինք շուկայի դիվերսիֆիկացիա։ Այդ 10 կետերի մեջ ամենաառաջինը նաև լաբորատոր վերազինման պահանջն էր, որ Հայաստանի լաբորատորիաները թեկուզ պետական այնպիսի հնարավորություններով վերազինվեին, որ մենք ցանկացած արտադրատեսակ այստեղ տայինք լաբորատոր փորձաքննության ակրեդիտացված լիներ եվրոպականի հետ, այստեղի արդյունքներով մենք հասկանայինք տվյալ մշակաբույսը հնարավոր է արտահանել Եվրոպա թե չէ, եւ ըստ այդմ էլ արդեն այս մեր լաբորատորիայի պատասխանը իդենտիկ լիներ գերմանական որևէ կամ հոլանդական որևէ լաբորատորիայի պատասխանի հետ։
այսինքն ընդունվեր միանշանակ։ Ստանդարտը նույնը լիներ ու ակրեդիտացված համակարգ, այսպես են ասում, որ քո արդյունքները արդեն ընդունելի են այնտեղ։ Երկրորդը գյուղմթերքի արտադրության հետագծելություն էր պետք ապահովել, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Հետագծելությունը իրանից ենթադրում է, որ ցանկացած ֆերմեր, ցանկացած արտադրատեսակ, որ արտադրում է ցանկացած մշակաբույս, դու երբ որ այդ ֆերմերից գնում ես, դու իմանաս ինչ ես գնում։ Այս մարդը իր մշակաբույսի աճեցման ժամանակ ինչ թունաքիմիկատներ ա տվել, ինչ պարտանյութեր ա տվել, ինչ հավելումներ ա տվել, ոնց ա աճացրել, քանի անգամ ա ջրել, դա պարտադիր պայմաններից մեկն է հետագծելությունը, առաջին նաև առողջապահական նշանակություն ունի, որ տվյալ ֆերմերին արդեն գնորդ կազմակերպությունը այս տվյալ պարագայում կարողանար զսպել, որ ինքը թույլատրելի նորմա գերազանցող պեստիցիդներ կամ պարտանյութեր չտար իր մշակաբույսին։ Այսինքն ստուգման ժամանակ պարզապես չբացահայտվեր, միջև այդ արդեն պարզ լիներ։ Հաջորդը մեր երկրում թունաքիմիկատների պարտանյութերի, վաճառքների վերահսկողությունը, ճիշտ վերահսկողությունը, այսինքն ցանկացած մարդ չկարողանար մտնել թունաքիմիկատների խանութ, իր ուզած քանակությունը առներ ու որևէ ձև որևէ մեկին հաշվետու չլիներ, ինքը այդ ինչ անում, կարող այգին լցնում, թե ինչ-որ մեկին է տանում թույնի։ Ու ըստ այդ ցուցակի յուրաքանչյուրի ունեցած հողի չափով հստակ բժիշկի բաղադրատոմսի նման թույլատրելի չափեր լինել, որ դրանից ավել ինքը չգներ այդ պարտանյութեր թունաքիմիկատները։ Մի րոպե, պարոն Մնացականյան, այս պարագայում դուք նկարագրում եք այն իրավիճակը, որը հավանաբար տասնամյակներ շարունակ կա նույն Եվրոպայում եւ տասնամյակներ չէ, 100 ամյակներ, բայց արդյոք մեր գյուղատնտեսը այդպիսի աշխատանքի մշակույթ ունի, չէ՞ որ դա երկար ժամանակ է մինչև մարդկանց սովորեցնես, գիտես, այնպես արա մի խափի մշակույթը ոչ թե ունենում են, մշակույթը ստեղծում ու զարգացում են։ Մենք ժամանակին աշխարհն էլ էքստենսիվ գյուղատնտեսության վրա էր, հիմա գյուղատնտեսությունը այնքան է փոխվել, այդ հիդրոպոնիկ ջերմատները, արհեստական ինտելեկտով աշխատող կաթիլային ոռոգման համակարգերը, այդ մշակույթը դու չես թողում ֆերմերի վրա, այդ մշակույթը դու ստեղծում ու զարգացնում ես, ու զարգացնում ես այն ուղղությամբ, որը պետության համար առաջնային է, անհրաժեշտ է։ Դա շատ կարևոր փաստ է։ Հենց դրա համար ցանկացած մի հասարակ օրինակ բերեմ 10 տարի առաջ հայ ժողովուրդը նույնիսկ մեծամասնությունը չգիտեին ինչա ծնեբեկը, այդ նույն ասպարագուսը։ Դա Դավթյանների ընտանիքի ճիշտ աշխատանքի, երկարատև աշխատանքի, ճիշտ գովազդի շնորհիվ հիմա հանրության մեծամասնություն ծանրակշիռ ոչ միայն գիտի ինչա ծնեբեկը, այլև օգտագործում է ծնեբեկ։ Նույնը բրոկոլին, եթե կհիշեք, 2011 թվականին վաճառում էր միայն մեր էլիտար սուպերմարկետներում կապույտ արի ունեցող մարդկանց համար գինը 1500-1600 դրամից էր սկսում, ինքը սովորական կաղամբազկի է։ Ու երբ որ Հայաստանում բրոկոլին սկսեց տարածվել, մտավ, դարձավ մշակույթի բաղադրիչ։ Հիմա բրոկոլից հետաքրքիր մարինադներ են անում, արդեն մեծածախ գինը տալիս են 300-400 դրամով ու մարդկանց սննդի ռացիոնը ավելացավ։ Այս 30 տարվա մեջ, տեսեք, սոցցանցերը շատ լուրջ դրական ազդեցություն ունեցան նաև մեր սննդի ոլորտում, որովհետև թեկուզ որ հետ գանք մինչև 18 թվականում մեր ռեստորանային տնտեսությունները որոշ բացառություններ հանած խորոված քեբաբային մշակույթ էր ամբողջ Հայաստանում, որ մտնում էր խորոված քեբաբ, շարիտարած կարտոֆիլ, ուրիշ բան չկար։ Այս սոցիալական ցանցերը խթան հանդիսացան արդեն նոր մենյուների մշակման, նոր մշակաբույսերի մշակման, ինչը հայ ժողովրդի համար շատ անհրաժեշտ է, բազմազանության սննդային, ինչը նաև գյուղատնտեսության մեջ նոր մշակույթ կար առաջարկի։ Հիմա պետության գլխավոր գործառույթներից մեկը պիտի լիներ այն, որ եւ Հայաստանում այդ բազմազանությունը ապահովեր, իսկ մեր երկիրը Աստված այնպիսի երկիր է մեզ ընծայել, որ մենք վերընթաց գոտեականությամբ կլիմայական գոտում ենք, տեսեք, մեր արևադարձային կլիմայից մեղրի, որտեղ կիվի ու բանան աճում, միջև Արագածի նախալեռներ, մի քիչ էլ լանջերին, մեր արկտիկական կլիմայական գոտիներ ունենք, որտեղ հնարավոր է մեծ բազմազանության մշակաբույսեր աճեցնել։ Այնպիսի բույսեր, որոնք դեռ հայ ժողովուրդը չի տեսել, բայց եվրոպական մշակույթի մեջ, գաստրո մշակույթի մեջ, ամերիկյան, չինական թեկուզ տարածված է կա։ Օրինակ վասաբին ես վստահ եմ Հայաստանում կաճի այդ բույսը։
որը Ճապոնիայի մշակույթի բաղադրիչ է, բավականին թանկ գնով է վաճառում, ու մենք մեր ռեստորաններում դուք ինչ տեսնեք, դա կեղծ խրեն, ծովաբողկից սարքած վասաբի իմիտացիա է։ Ես սա սովորական օրինակ եմ բերում։ Լավ, ոնց ուզում եք հարցրեք։ Չէ, ես ուզում եմ հասկանանք նաև գյուղատնտեսության որ ոլորտներն են գտնվում ամենամեծ ռիսկային գոտում այժմ, եւ եթե այս համանախապակումները օրինակ ձգձգվեն մինչև աշուն կամ հաջորդ տարի ինչ իրավիճակի ամենամեծ ռիսկը այսօր ծաղիկ արտադրողներն են, շատ ոչ նախանձելի վիճակում են հայտնվել, որովհետև ծաղիկը եթե չարտանվես դու ոչ կարող ես վերամշակել, ոչ կարող ես պահպանել իրան, ընդհանրենք սառնանային տնտեսությունում խորը սառեցված վիճակում ոչ մի ձև, ոչ մի բան չես կարող։ Այդ վերամշակման հարցում օրինակ մենք գիտենք, որ ծաղիկ արտադրող ամենամեծ պետություններից մեկը Եվրոպայում Բուլղարիան է, չէ, ծաղիկ նկատի ունեմ վարդ։ Բուլղարիան է, որը նաև վարդի թերթիկները հետագայում այսպես պահեստավորում է եւ այլ նպատակներով օգտագործում են, այդ թվում նաև օծանելիք արտադրելու համար։ Տեսեք, դա դամասկյան վարդն է, ինչի մասին ասում եք, Հայաստանում դամասկյան վարդի արտադրություն շատ քիչ կա, մի հոգի նույնիսկ գիտեմ Տիգրանն է, Չարենցավանում, ով այդ վարդի թերթիկները, որից ստանում են օծանելիքի համար, այսպես ասած, եթերայուղեր, վաճառում է Նաիրյան ընկերության, Նաիրյան կոսմետիկս ընկերության Հայաստանի ու վերջ, իսկ այն ջերմատնային վարդերը որևէ առնչություն չունեն ձեր ասածի հետ, որևէ ձևով չեն առնչվում։ Հիմա ընդհանուր առմամբ ծաղիկի ոլորտը այսպես չասենք ճգնաժամի հայտարարված վիճակում է։ Ոչ միայն չասենք ճգնաժամի, հայտարարված վիճակում այդ մարդիկ ստանում են արտադրանք, թափում են, փորձում են ինչ-որ չափով, ինչ-որ գումար հետ բերել, տվել են սուպերմարկետներին, Հայաստանի բոլոր սուպերմարկետներում կտեսնեք, sense դրած 10 քանի հատ 1500 դրամ, որպեսզի ինչ-որ ձևով կարողանան այդ ահռելի ծախսերի ինչ-որ մի մաս փոխհատուցեն։ Առաջին հարվածի տակը ընկել են հենց ծաղիկ արտադրողները։ Ծիրանի պարագայում տեսեք, այս տարի ծիրանի բերքը բավականին ցածր է, մոտ 70% քիչ է նախորդ տարիների համեմատ, եթե հաշվենք նախորդ տարիներին 50,000 տոննա արտադրվել է, 70% քիչի պարագայում պատկերացրեք 35,000 տոննա պակաս է, 15,000 տոննա է, 15,000 տոննան տարբեր ձևերով բաշխել հնարավոր է, օրինակ իմ ընկերները արդեն 300 տոննա հեսա կհասնի, որ արտահանում են, ու այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ինչ-որ ձև բաշխել, եթե չբաշխվել, հնարավոր է վերամշակել, վերջի տարբերակ օղի թորել է ծիրանից։ Թութն է խնդրահարույց դարել, թութը ինքնաթիռի բեռ էր, որով ինքնաթիռով էին արագ փչացող, արագ թռցնում են Մոսկվա, ռուսական շուկաներ, արագ վաճառվում էր։ Հիմա ամբողջությամբ Եվրոպայում թութ որևէ ձևով չեն կարող վաճառեն, չհաշված մյուս երկրները։ Հաջորդ ամենախնդրահարույցներից մեկը լոլիկի արտադրությունն է, Իսպան Եվրոպայում բավականին էժան է լոլիկի գինը, 20 ցենտի կարգի է, 20 եվրոցենտ, որը մեր լոգիստիկ էս ծախսերի պայմաններում ուղղակի հնարավոր չէ, անմրցունակ է, հա, դրա համար էլ 3 արդեն սիթիներում 175 դրամով լոլիկ էր վաճառում, պատկերացրեք, եթե սուպերմարկետը 20% ավելացած արժեքի հարկ ավելացնելով, շահութ հարկ ավելացնելով վաճառում 175 դրամ, դուք պատկերացրեք լոլիկ արտադրողը ինչ գնով է վաճառել։ Բանջարեղենից միայն լոլիկն է, թե պղպեղի մասին էլ էր խոսքում։ Պղպեղը էլի որոշակի առումով հնարավոր է տարբեր երկրներ, թեկուզ Ուկրաինա, եթե TRIPS չլինի մեջը, հնարավոր է այդ ձևով փակել ու մեզ մոտ պղպեղի արտադրություն 2-3 ընկերություն ունեն ընդամենը, ջերմատնային տնտեսություններ, Սպայկանա, բանը Նորգեղիում New Village ընկերություն կա, Rockberry-ն է, 3 ջերմատնային տնտեսություններ են, ինչ որ ձև հնարավոր է փակել։ Մեկ էլ հաշվի առնելով, որ Հայաստանում խանութներում վաճառվող պղպեղների, խոսքը բուլղարական պղպեղի մասին է գունավոր, մեծ մասը ներկրվել է Պարսկաստանից, ի հաշիվ ներկրման բան, այդ տարբերակը հնարավոր է փակել։ Այնտեղ վարունգի արտադրությունն է լուրջ ռիսկի տակ, կանաչիներ արտադրողներն են մեծ հարվածի տակ, որտեղ կանաչիներն էլ հիմնականը փաթեթավորած, պրիտոմ հայկական թերթերի մեջ, որ ռուս սպառողը հասկանար դա հայկական կանաչի է, այդ էլ է փակված։
Ու սենց հեսա գալու է դեղցի նեկտարինի սեզոնը, իսկ Հայաստանում այս տարի վաչի բերքը հետո գալու է բանի սեզոնը, սալորի, խաղողի ինչ-որ ձևով տեսեք տեխնիկական խաղով սպիրտային խմիչք պիտի դառնա, իսկ սպիրտային խմիչքների մուտքը Ռուսաստան փակված է եւ 108 միլիոն շշից ավել մենք սպիրտային խմիչք ենք արտանում Ռուսաստան։ Այսինքն այդ ընկերությունների մոտ լինելու է գերավելցոք ու մթերման խնդիր առաջանալու։ Այս բոլոր հարցերը պահանջում են լուծում։ Հիմա վերջնականապես ամփոփելով մենք գնահատում ենք ձեր միջոցով իրավիճակը։ Այստեղ դարձյալ ռիսկի մասին։ Հիմա տվյալ ձեր նշած արտադրությունների ուղղությունները փակման եզրին են անգամ, այսինքն մենք այս տարի տեսանք ունեցան արտադրանք որոշ չափի եւ այլն փորձում են ներսում երկրի իրացնել այս համանախապակումների պարագայում կամ ինչ որ մի գտնել ինչ որ մի ուղղություն ձեր նշած որոշ ընկերություններից մեկ այլ ուղղություն արաբական երկրներ թե Եվրոպա նույնիսկ բա հաջորդ տարին ինչ կլինի այս մարդիկ զբաղվելու են այդ գործով թե ոչ։ Գյուղատնտեսության սպეციფიკությունը կայանում է նաև նրանում, ենթադրենք որ դու գործարան ունես, այդ գործարանը արտադրանք է տալիս, ինչ որ մի պա քո արտադրանքը չի իրացում կամ խնդիր կա, դու կարող ես գործարանը փակել, մի տարի հետո վերաբացել։ Բայց եթե դու ունես այգի, դու ունես ջերմատնային տնտեսություն, դու ունես բանջարաբոստանային մշակություն, բայց հատկապես այգեգործություն, դու չես կարող այգիդ փակել։ Այգիդ փակեցիր կչորանա, հետո ռեհաբիլիտացիան շատ ավելի երկար կլինի, քան դու արել ես։ Ու դու ուզած այդ ցիկլի մեջ մտել ես, այդ ցիկլը, այդ շարժվող անիվը չես կարող կանգնեցնել, հենց այդ է խնդիրը։ Ու այս պետությունը հստակ պիտի գիտակցի, անի անհնարինը, որպեսզի հանկարծ այգիները չչորանան, այգիները չկտրեն այդ ծառերը, որտեվ դրա բացասական հետևանքները շատ մեծ են լինելու, քան այն ինչ որ հիմա ունենք։ Հատուցման, սուբսիդիադական անվանենք թե ինչ, այդ գործիքը դե պարզա պետք է կիրառվի, հավանաբար դուք էլ դա կասեք, բայց դա այսպես է պանացեա է այս խնդիրների լուծման, թե ժամանակավոր ինչ որ մի լուծում։ Միլիարդ 400 միլիոն դոլար արտահանվող գյուղմթերքի պարագայում 4 միլիարդ դրամ կամ 50 միլիոն դոլար սուբսիդիան, դա կարելի ասել ոչինչի մասին է։ Մի խոսքով Այս է խնդիրը, այդ սուբսիդիաները ընդհանրենք ընդհանուր ծավալի 3%, 2%-ի չափով այս ահռելի մեծ կորուստի մեջ չերևացող չնչին թիվը։ Ինչ է ժամանակավոր շատ կարճաժամկետ հարց պիտի լուծի, բայց երկարաժամկետում խնդիր է։ Այսպիսի իրավիճակ։ Որքանով են ներկայիս խնդիրները կապված հենց հայ-ռուսական հարաբերությունների հետ, այստեղ նաև քաղաքական բաղադրիչն ենք մենք հասկանում եւ որքանով է օբյեկտիվ տնտեսական ու տեխնիկական այսպիսի գործոնների կիրառումը սահմանին։ Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գնահատականը տամ Ռուսաստանի քաղաքականությանը, բայց այն որ ունենք փաստ հստակ փաստեր, որ Վրաստանի պես պետությունը 2008 թվականի օգոստոսի 8-ից սկսած Ռուսաստանի հետ ունենալով լրջագույն խնդիրներ, լինելով նույնիսկ պատերազմական իրավիճակի մեջ, Ռուսաստանի նույնիսկ համարելով թշնամի, նա այնպես արեց, այնպիսի քաղաքականություն իրականացրեց, որ իր առևտուրը Ռուսաստանը չդադարեց եւ չտուժեց։ Չունեն հարաբերություններ քաղաքական, որևէ քաղաքական հարաբերություններ չեն ունեցել թշնամական հարաբերություն։ Առ այսօր Վրաստան-Ռուսաստան առևտուրը չի դադարել։ Գործել է ու անխափան աշխատում է։ Այսօր Վրաստանը միայն 270 միլիոն դոլարի սպիրտային խմիչքների արտահանում է իրականացնում։ Գերակշիռ մասը վրացական գինիներ են։ Գերակշիռ մասը վրացական գինիներ են։ Այսինքն այս կապել ինչ որ այլ գործոնների հետ, չակերտավոր մեր ինքնիշխանության հետ առնվազն ծիծաղել է ու դիլետանտ մոտեցում։ Հարցը մեկ այլ կերպ ձևակերպեմ։ Խոսքը գրում է նաև դուք էլ դրա մասին խոսեցիք ստանդարտի մասին, այսինքն որակի մասին մեր արտադրանքի, սկսած հանքային ջրից վերջացրած գյուղմթերքի որոշ տեսականիով։ Ռուսները ասում են, գիտեք, ձեր արտադրանքը մենք էլ ունենք ստանդարտներ։ Մենք էլ Ռոսսելխոզնadzորը եւ մնացած իրենց հաստատությունները դա ստուգում են։ Փաստաթղթերն են ստուգում, պարունակությունն են, բաղադրությունն են ստուգում եւ այլն։ Բայց մեկ էլ հոп, ասում են ձեր արտադրանքը այդ ստանդարտ։ Մենք գիտենք, որ եվրոպական ստանդարտը գուցե ավելի խիստ է, քան ռուսականը։ Բայց
մենք օրինակ ես գյուղատնտես չեմ, ես չեմ հասկանում դա, բայց մոտավորապես գիտեմ, որ հասկանում եմ, որ մեր արտադրանքը դուք էլ նշեցիք, թե բաղադրությունը հնարավոր է ինչպեսին է թունաքիմիկատներ եւ այլն կարող է նույնիսկ ռուսական ստանդարտին չի համապատասխանում, բայց ինչ որ մի պահի քաղաքական նպատակներով ասում եք, գիտես, հոп, կանգնի։ Հիմա ես իմ սուբյեկտիվ միջև այդ աչքի փակում, իմ սուբյեկտիվ կարծիքով, միջև վերջին ժամանակներս աչքեր փակում, դրանից հետո այլ աչք չի փակում, ուղղակի չի թողում։ Այն որ մեր գյուղմթերքի մեջ միշտ արկա են եղել թույլատրելի նորմը գերազանցող տարեր այլ մարմիններ, դրա մասին խոսվել է բազմիցս, դրա այդ թեմայով հետաքննություն է իրականացվել նույնիսկ ՀԿ-ներից մեկի կողմից, որտեղ նմուշարում տարան տվեցին պետական լաբորատորիա, բոլորի մեջ հայտնաբերվեցին արգելված նյութեր, հենց փաստում է դրա մասին։ Ուղղակի պետք է ճիշտ հարաբերություններ ստեղծել եւ ճիշտ առևտուր կազմակերպել, ճիշտ Հայաստանի տարածքում վերահսկողություն կազմակերպել, որպեսզի մենք այս խնդիրները չունենայինք։ Դուք նաև խոսեցիք դիվերսիֆիկացիայի մասին, բայց դիվերսիֆիկացիան դուք ինչպես եք նաև կարծես ամփոփելով այդ հարցի պատասխանը, ինչպես եք հասկանում, որքանով են օրինակ համադրելի դեպի Ռուսաստան լոգիստիկան էլ հաշվի առնելով եւ դեպի Եվրոպա արտահանման այդ շահութաբերության հիմնական չափանիշները։ Տեսեք, ես միշտ ուսումնասիրում եմ Ուզբեկստանը փայլուն օրինակը շուկայի դիվերսիֆիկացման հետ կապված գյուղատնտեսության զարգացման հետ կապված իր քայլերով։ Դա ֆանտաստիկ երկիր է, որը 13 թվականի այն ծայրահեղ աղքատ վիճակից 26 թվականին ընդամենը 13 տարի անց ունի դիվերսիֆիկացված առևտուր, ոչ միայն Ռուսաստանից կախված, այլ նաև արտահանման Հարավ Կորեա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, արտահանման տարբեր ԵՄ-ի զարգացած երկրներ ու շատ ավելի հեռու գտնվող ԵՄ-ից, քան մենք ենք։ Ուզբեկստանը կիրառում է ճիշտ քաղաքականություն, կիրառում է թիրախային նպատակահարմարությամբ քաղաքականություն։ Հարկային քաղաքականություն դուք դա չէ, հարկային չէ, սուբսիդավորման, ինքը հստակ գիտի, որ ապրանքատեսակի գծով որ ուղղությամբ, որ տրանսպորտային միջոցին ինչքան սուբսիդավորի, որ իր արտադրատեսակները մրցունակ լինեն տվյալ երկրում։ Նա կատարում է բրենդինգ, ամենակարևորը, որտեղ երբ որ մտնում ես դրսի սուպերմարկետներ եւ ուզբեկական ապրանքը բրենդավորված, սիրունդ փաթեթավորված, իդենտիֆիկացված, որ դու հետ նայում ես, հասկանում ես, հա ուզբեկականը, դրա շնորհիվ իր վաճառքները հասցնում է աննկարագրելի չափերի։ Պետական մակարդակով է դա։ Պետական մակարդակով, իհարկե, սովորական ֆերմերը միջազգային շուկային տես լավ չի կարող տիրապետել, իրենք են ուսումնասիրում եւ ըստ նպատակահարմարության ֆերմերներին աջակցում եւ ֆերմերները արտահանողները միասին ու ստեղծել են ժամ-ժամ իրենց արտահանումը ավելանում է իրենց գյուղատնտեսությունը զարգանում է այն որ բամբակից կախված երկիր էր հիմա այնպիսի մշակաբույսերը աճացնում այնպիսի քանակի արտահանումներ անում որ ուղղակի կարելի է նախանձել ստեղծել են սելեկցիոն կայաններ սերմնաբուծարաններ ստանում են լսած կլինեք այն ուզբեկական վարդագույն լոլիկը դա Յուսուպովը ուզբեկ սովորական սելեկցիոներ Յուսուպովը ստացել է այդ սորտը իրանք սարքել են բրենդ, որը ձմեռը նույնիսկ Երևան են բերում, գրում են ուզբեկական վարդագույն, վաճառում են կիլոն 5000 դրամ։ Ամբողջ Ռուսաստանով հայտնի է, ամբողջ աշխարհով արդեն տարածում են այդ վարդագույն լոլիկը։ Ու իրանք նպատակային ճիշտ քաղաքականությամբ հասնել են սրան։ Իսկ մենք խոսում ենք բացառապես, ընդհանրենք օթում ինչ-որ բաներից ու հողի վրա չեն կատարում որևէ գործողություն։ Արդյոք առաջիկայում եվրոպական շուկան ինչ որ մի կերպ կարող է, եթե այս հիմիկվա հայեցքով նայենք, կարող է փոխարինել ռուսականին, ԵԱՏՄ-ի շուկային։ Բերեք սենց մի հատ այս տեսակետից նայենք, բազմաթիվ խնդիրներ կան ԵՄ շուկա մտնելու համար։ Եվրոպան կարող է կարճաժամկետում ինչ որ քանակ Այս փորձի թույլ տա, փորձի խթանի, փորձի բանանի, բայց երկարաժամկետում սենց վերաբերմունքի, սենց աշխատանքի արդյունքում մենք չենք կարողանալու։ ԵՄ շուկա մտնելու համար լրջագույն տնային աշխատանք է պետք կատարել, լրջագույն։ Այդ տնային աշխատանքը եթե չանենք, մենք երբեք չենք կարող մտնել եւ երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել եվրոպական շուկայի հետ։ Սկսվել է այդ տնային աշխատանքը։ Այդ 8 տարի առաջ պիտի սկսված լիներ, հիմա էլ արդեն ավարտված լիներ, բայց հիմա
էլի կրկին ոչինչ չի անում։ Նշույլ չեք տեսնում Որևէ նշույլ չեմ տեսնում։ Այսինքն Եվրոպա դե մենք հասկանում ենք օրինակ մեր ալկոհոլային արտադրությունը, գինիները, կոնյակը եվրոպական շուկայում բավական բարդ իրավիճակ է, որպեսզի մենք մտնենք գրեթե անհնար է մտնել եվրոպական շուկա։ Համաշխարհային խոշորագույն արտադրողները Ֆրանսիայի եւ Իտալիայի, ել չասեմ Գերմանիայում էլ է գինի արտադրվում եւ այլն, ել չասեմ հարավային Ամերիկայից է բերվում, այդ շուկան գերհագեցած է, մշակույթը կա այնտեղ գինի ըմպելու, օգտագործելու, կիրառելու եւ այլն, ամենամեծ շուկան է գինի առումով, բայց հայկական գինին եւ կոնյակը կարող են իր փոքր այսպես չափաբաժին այդ շուկայում ունենալ։ Թանկ սեգմենտի ժամանակ, լավ, ես Mercedes-ի օրինակով ասեմ, երբ որ Mercedes-ը որոշեց Maybach մեքենան արտադրի իր լյուքս, Maybach-ը ձախողեց ու հանեցին արտադրությունից, որովհետև մարդիկ բրենդային թանկ ամպրանք առնելուց նաև ավանդույթներն են նայում, չէ՞, Rolls-Royce-ը, Bentley-ն վաճառքի անգլիական բրենդները վաճառքի աճ գրանցեցին, Maybach-ը չկարողացավ դուրս մնաց։ Եվ որոշում կայացրեցին, ընդհանրենք 12 թվականի արտադրությունից հանեցին, ստիպված Mercedes S-կլասի կամ GLS կլասի մեջ ստեղծեցին ենթաբրենդ Mercedes Maybach ու դա սկսեց արդարացնել, բայց առանձին դուրս չեկավ։ Հիմա թանկ սեգմենտի մեջ մեր խմիչքները մենք չունենք խմիչքային ավանդույթ, որ մարդիկ սպառողը ավել գումար վճարող ինքը նաև առնում է պատմությունը։ Այսինքն Եվրոպայում չգիտեն, որ գիտեք, հայկական կոնյակը դեռևս 19-րդ դարից Եվրոպա կարևոր չի, դու կարող ես բան են, չէ՞, գտել 1980 Արենիում, ասում Արենիում մաշիկ են գտել գինեգործի եւ այլն։ Եվրոպացում դա հետաքրքիր չի, ինքը տեսանելի բրենդը, որ տեսնի, ճանաչի, չկա, մենք այդ չունենք այդ բրենդը։ Նույնիսկ Pernod Ricard-ը, լավ, մեր կոնյակը 1885 թվականի է, ու Pernod Ricard-ն է պարունակում, բայց Pernod Ricard-ն էլ Ֆրանսիայում նման դիրքերում չի էլի։ Hennessy կա, Courvoisier կա, Remy Martin կա, որոնք մի քանի իրենց վաճառքներով, հանրային ճանաչողության բանով, ցուցիչով առաջ են Pernod Ricard-ից։ Պլյուս մի հատ էլ դու Pernod Ricard-ի հայկական կոնյակը փորձես ես հələ պատմություն ունեցողն եմ ասում, չեմ ասում պատմություն չունեցող։ Մեր գինեգործական ընկերությունները նոր-նոր սկսել են զարգանալ։ Ենթադրենք վաճառես 100 եվրոյանոց գին, այդ 100 եվրոյանոց գինին արդեն պետք է ճանաչելի լինի, ինքը պատմություն ունենա, եթե չունի, իսկ էժան սեգմենտի տակ դու ամբողջությամբ ես զախողում, որովհետև Իսպանիայում ես իմ աչքով եմ տեսել, երբեմն գինին ավելի էժան է, քան ջուրը։ Լինում են այդ տարբերակներն էլ, այդ տեսակետներն էլ բնականաբար դու չես կարող մրցակցել։ Իսկ ԱՊՀ երկրները իդեմս Ռուսաստանից քո Արարատ կոնյակին 70 տարի սովորել էին, այդ պատմությունը իրանք հիշում են։ Նաև գինիներին։ Այդ պատմությունը իրանք ենթագիտակցության մեջ կա, լե իներցիայով առնում են, բայց մեր կոնյակի վաճառքն էլ աշճանաբար իջնում է, որովհետև երբ որ Ռուսաստանը փառք ասուեց սանկցիաները տվեցին, փակեցին իրան շուկան, չնայած էլի մտնում է։ Ռուսներն էլ արդեն մեծահարուստները, ապահոված մարդիկ, բոլոր անցել են Hennessy, Remy Martin, Courvoisier եւ այլ տիպի կոնյակների Ռուսաստանում։ Միջև սանկցիաները, էլ մեր կոնյակի երեսը այդ թանկ սեգմենտը բարձր խավը չէր նայում։ Մենք պարտվում ենք մրցակցության մեջ։ Բնականաբար մենք բացարձակ մրցունակ չենք եվրոպական շուկայում սպիրտային խմիչքների առումով։ Դրա համար պետք է երկարատև դժվար աշխատանք։ Նույնն էլ հանքային ջրերի պարագայում։ Հանքային ջրերի պարագայում բերեք զերծ մնան, որտեվ ես մի քանի անգամ լսել եմ Գերմանիայում չեն թողել մեր ջուրը, ինչ որ Արսենիում կա, որ Ռուսաստանում միշտ այդ խնդիրը կա, ու այն միֆը, որ հիշում եք 90-ականներում, որ ասում են հանքային ջրով մեր երկիրը կպահենք, դա էլ sense փլուզվեց, այս հայկական գոռոզության մեծամտության հետևանք էր։ Ու մենք պիտի բախվենք իրականությանը ու ռեալ նայենք իրականության աչքերին եւ շարժվենք այդ իրականությունից ելնելով։ Եթե ամփոփենք, ո՞րն է այն գլխավոր դասը, որը հայկական տնտեսությունը ու հենց պետությունը պետք է քաղեն ստեղծված իրավիճակից։ Ինչ անելու ենք հետագայում նման իրավիճակը, որ ի վերջո չկրկնվի, հիմա շտկվի, հետագայում չկրկնվի։ Գլխավոր դասը գիտելիք ունենալն է, պատկերացում ունենալն է ու ամենակարևորը
խոշորամասշտաբ մտածողությունն է, որը մեր երկրում չկա։ Եթե դու չունես խոշորամասշտաբ մտածողություն, դու 500 կիլոգրամ ծիրան սենց արտահանելով մի հատ Ֆրանսիա, կարող ես ցույց տալ, որ դու գրավեցիր ֆրանսիական շուկաներ։ Երբ որ դու չգիտես, չես տեսել, թե պտուղ բանջարեղենի առևտուրը խոշոր ընկերությունները ինչ ծավալներով, ինչ մակարդակով, ինչ տեմպերով են վաճառում, քեզ համար միշտ էլ սենց մի 500 կիլո ծիրան մի տեղ վաճառելը, Ադրբեջանի տարածքով 200 տոննա ցորեն գալը քո համար մեծ հաղթանակ է լինելու, իսկ փոքրամասշտաբ նեղ մտածողության մարդիկ երբեք չեն կարող մեծ գործեր անեն։ Այս հատվածում իդեպ այդ հարցին չանդրադարձա, այս հատվածում ռուսական շուկան փակ է, մենք կորցնում ենք ռուսական շուկայի մեր սեգմենտը, թե ոչ, որտեղ ասում է, որ չգիտեմ, ադրբեջանական արտադրանքն է ոնց որ կարծես է։ Բնականաբար, առանց մեր սեգմենտը շատ փոքր էր ռուսական շուկայում, շատ փոքր է ռուսական ծավալների մեջ, մենք ուղղակի չենք պատկերացնում, թե ինչ ծավալներ էր։ Մեզ համար է շատ։ Մեզ համար սարսափելի մեծ ծավալներ էր։ Մագնիտների ցանցը 40,000 հատ է, 40,000 հատ սուպերմարկետ է, սիթիների ցանցը 100 հատ էլ չի։ Հələ պատկերացրեք, արտադրողներ ունենք, նույնիսկ սիթիների ցանցին չի հասնում մատակարարի։ Բայց պատկերացրեք 40,000 խանութի ցանց ունեցող է, դու փորձես առևտրային հարաբերություն ստեղծել լենտաների հետ, այնտեղ Աշանի հետ, այնտեղ X5-ի հետ, այդ ռիթեյլ ընկերությունների ինքը շատ բարդ աշխատատար գործ է, ենթադրում է պատկերացում, խոշորամասշտաբ մտածողություն։ Հիմա մենք եթե այս ընթացքում, եթե այս ճգնաժամ, այս համանախապակումները երկարատև լինեն, դե երկարատև նաև հաշվի առնելով, որ մեր մթերման ի վերջո բերքի այս սեզոնի ընթացքում կարծես երկար տևի, մենք կորցնենք, այսինքն հաջորդ տարի ռուսական շուկայում արդեն խնդրեմ կունենանք, եթե սահմանափակված չլինի։ Խնդրեմ, որովհետև տեսեք, ընդհանրեն կոնյակների, սպիրտային խմիչքների օրինակը բերեմ, ռուսական սուպերմարկետներում, երբ որ դու քո ապրանքը ներկայացնում ես, այդ ցուցափեղիկ է դարակաշարի համար ամեն սանտիմետրի համար դու վճար ես վճարում սուպերմարկետին, որ ինքը ներկայացնի։ Երբ որ քո ապրանքատեսակ ամբողջությամբ դուրս է գալիս այդ ցուցափեղկի շարվում է ուրիշ պետությանը, դու հիմա մի հատ էլ պիտի չարչարվես, որ կարողանաս այդ ցուցափեղկը հետ բերես, բայց արդյոք կստացվի թե չի ստացվի, դա ժամանակը ցույց կտա։ Հենց այդ է խնդիրները։ Ես էսի սովորական օրինակ բերեցի։ Երբ որ դու մագնիտի հետ պայմանագիր ես կնքել տարեկան մատակարարելու 300 տոննա լոլիկ, ու դու չես մատակարարում, ու հետո նորից հայտնվես, դա պետական սանկցիաները մագնիտին հետաքրքիր չի, մագնիտը կամ քեզ տուգանելու է, տուգանքա նշանակելու, կամ քո հետ խզելու է պայմանագիրը, դու նորից զերոյից, որը ռուսական բյուրոկրատիան ահավոր բան է, դու նորից զերոյից սկսելու ես մի քանի ամիս չարչարվել, որ այդ առևտրային հարաբերությունները ստեղծես։ Եվ վերջին հարցը հենց գյուղատնտեսին վերաբերող, ֆերմերին, արտադրողին վերաբերող, բա ինչ պետք է անի այս մարդը, եթե ենթադրենք ձեր ասած սուբսիդիան հատուցումը չի բավարարում կարճաժամկետը, եթե կա ապրանքը մնացել է, փորձում է, ինչպես դուք նկարագրեցիք, արագ ինչ որ մի լուծում գտնել, որ իր կորուստը հնարավորին չափ նվազեցնել, հնարավորին չափ։ Ինչ պետք է անի այս մարդիկ ինչ պետք է անի։ Այդ մարդիկ չեն կարող անել, դա պետության գործառույթ է, այդ մարդկանց գործառույթը։ Ենթադրենք պետությունը օգնական չի, այդ մարդը ինք իրենով ոչ մի պայքարի կառավարության դեմ դա պետք է անի։ Ուրիշ ոչ մի գործիք ինքը չունի, չէ, որևէ գործիք չունենք։ Պետք է պայքարի դիլետանտ իշխանության դեմ, որին հասրել են այսօրին, ուրիշ տարբերակ չկա։ Շնորհակալ եմ, պարոն Մնացականյան։ Իմ հյուրն էր գործարար ֆերմեր Հարություն Մնացականյանը, սա խոսում ենք գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումներ։ Առայժմ